Եվ մանկապարտեզը եւ դպրոցը դա մի համակարգ է, որտեղ կան հստակ կանոններ, հստակ սահմաններ, սոցիալական դերեր, եւ երբ որ մենք մեր երեխային այդպես ենք այդ գաղափարախոսությամբ ենք մեծացրել, որ դու մի արա այն ինչ չես ուզում, մի թույլ տուր, որ մեկը քեզ ասի դու ինչ պիտի անես, սովորիր ասել ոչ, սովորիր հայտնել քո կարծիքը, հայտնել քո կամքը, այստեղ երեխան, երբ որ տեսնում է, որ ինչ-որ բաներ իր սրտով չեն լինում եւ նա պետք է ենթարկվի որոշակի սահմանների եւ կանոնների, երեխան այս սահմաններին բախվելով երբեմն կարող է շատ ագրեսիվ լինել, անկառավարելի, հուզական մեծ պոռթկումներ, լուրջ պոռթկումներ ունենալ, որովհետև նա փաստորեն տեսնում է, որ այստեղ իր ուզածը չի կատարվում, այստեղ ամեն բան իր ուզածով չի լինում, եւ քանի որ այդ ազատության գաղափարախոսության մեջ կա այսպիսի մոտեցում, որ ուսուցիչը կամ ծնողը կամ մեծահասակը դա ղեկավար մեկը չէ, վերակացում մեկը չէ, այլ պարզապես քո ընկերն է, պարզապես քո ուղեկցողն է, այստեղ երեխան առաջին բախումը կարող է ունենալ մանկավարժի հետ, ուսուցչի հետ, հետո հաջորդ բախումը նա կարող է ունենալ արդեն խմբի հետ, իր ընկերների հետ, որովհետև այս գաղափարախոսությամբ մեծացած երեխան բնականաբար ինքը չունենալով ներքին սահմաններ չի կարողանում ձևավորել նաև արտաքին սահմաններ, չի ճանաչում նաև արտաքին սահմաններ կամ հակառակը չձևավորելով, չճանաչելով արտաքին սահմանները դժվարանում է ձևավորել նաև ներքին սահմաններ եւ սովորաբար այս երեխաները չեն կարողանում տեսնել, թե որտեղ է ավարտվում իրենց սահմանը եւ սկսում արդեն իրենց ընկերոջինը, իրենք չեն կարողանում հարգալից լինել անգամ իրենց ընկերոջ նկատմամբ, մանկավարժի նկատմամբ, որովհետեւ իրենք չեն կարողանում ճանաչել դիմացինի սահմանները Եվ այստեղ այս ամբողջը կարող է ավարտվել հիասթափությամբ, մեկուսացմամբ, երեխան ուղղակի թե դպրոցում, թե մանկապարտեզում կարող է ուղղակի ընդգծվել որպես կոնֆլիկտային անձ, ով չի համագործակցում, ով ընդդիմանում է թիմային աշխատանքին, ընդդիմանում է ուսուցչին, ընդդիմանում է երեխաներին, ընկերներին եւ ինչպես արդեն ասեցի, դա կարող է բերել անկառավարելի վարքի, հուզական բուռն պոռթկումների, կոնֆլիկտների եւ երբեմն ինքնամփոփության եւ միայնակության։ Էլ չասեմ, որ հետագայում անգամ նման երեխաները շատ դժվարանում են պահել օրենսդրական կանոնները, հանրային որոշակի կանոնները եւ այս երեխաները շատ ավելի հեշտ կարող են արդեն հետագայում բնականաբար խախտել օրենսդրական կանոնները եւ, չգիտեմ, հայտնվել բանտում, ձերբակալվել, որտեղ իրենց համար դժվար է կանոններ պահել, իրենց համար դժվար է լսել ոչ, իրենց համար շատ դժվար է, երբ որ ինչ-որ բաներ իրենց պատկերացրածով, իրենց ուզածով տեղի չի ունենում։